Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար։ Դե խոսում ենք, քննարկում ենք։ Դե նախապայման չի, որ դուք ասում եք նախապայման, ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է։ Այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս, բայց իրականում այն ինչի մասին դուք խոսում եք, դա ադրբեջանական կողմի չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ անհանգստությունն է, հա, որովհետև իրանք անհանգստանում են։ Ինչի համար են իրանք դա ուզում։ Իրանք դա ուզում են նրա համար, որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեղ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմը համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չենք անելու։ Այդ իրենց անհանգստությունները չեք փարատելու։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե այն ելույթներին, որոնք որտեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպես տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով, իշխանությունը Շոկ ջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսակ անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար վրա այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Շնորհակալություն։ Սիմոնյան, ձեր անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստեղի անվտանգությունն են ապահովում շաբաթ-կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունը։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր Արամ Կարողանա բանկին կապ։ Ես իմ աշխատակիցների հետ ինչ գործ եմ ուզում հասկանալ։ Սա ինձ Չէ, ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզ այդ շուտ մեկը դա գնա։ Ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Քաղաքացիական հովանով Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային պաշտոնյաներ այնտեղ։ Կայի շաբաթ-կիրակի ուրիշի անվտանգություն։ Այսինքն ես որ շաբաթ-կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի սենց մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցում։ Դու չգիտես ինչի մասին ես ասում։ Եթե ես հիմա գնամ պատարագի, եթե վաղը ես գնամ պատարագի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազարբար։ Պետական պահպանության վարչապետը ընդեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ինչ նոր բան է, տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռեվսիմե ջան, գնա կճշտես կգաս ստեղ եմ, հա։ Հենց ստեղ իրականացնող ամբողջ ՊՊՑ-ն դա ՊՊՑ է։ Այսինքն ինքը մի մարմին է։ Դու որտեղ հարց ես տալիս, հետո կարողանում ես ինչ-որտեղ հարցազրույց անես։ Հա։ Դե իրանք էլ են շարժական քոտրամանան։ Ազատ ժամանակ շատ ունեք, դիջեյությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ինչն է խնդիրը։ Չէ։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։